Բարև ձեզ, ժողովուրդ ջան, կարճ հայտարարություն եմ ուզում անեմ, ավելի ճիշտ ոչ թե հայտարարություն, այլ փոքրիկ վերլուծություն եւ անձնական կարծիք։ Ինչպես տեսնում եք, բոլորդ նախընտրական եռուզեղը արդեն սկսում է եւ կամաց թափ է հավաքում, չնայած ընտրություններին դեռ կա 7.5 մոտ 8 ամիս, բայց այնուամենայնիվ արդեն մենք տեսնում ենք տարբեր քաղաքական ուժերի ակտիվություն, որոշ քաղաքական ուժեր ընդհանրապես նոր են ձևավորվում, ովքեր նոր չեն ձևավորվում, ակտիվանում են, նորից հայտնվում են քաղաքական դաշտում երկար լռությունից հետո, ինչպես ասում էր Չերչիլը, քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, պետական այրերը հաջորդ սերունդների մասին։ Եվ ակամա, որ նայում եմ այս եռուզեղը, ժպիտ է առաջանում, ծիծաղ է առաջանում մոտս, որովհետև ես եղել եմ եւ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ քանի դեռ կա Կրեմլի հստակ վերահսկողությունը, քանի դեռ կա Պուտինյան ռեժիմը իր ամբողջ այս լծակներով հանդերձ Հայաստանի հանդեպ, մենք միշտ ունենալու ենք կրեմլահպատակ խորհրդարան։ Դերակատարողները փոխվելու են, 21 թվականին դա Մուրջ Մանգաղաստղ, ՔՊ Քոչարյան, Վանեցյան, Սերժ Սարգսյան խորհրդարանն էր, հիմա կարող է կազմը փոխվի, ասենք նոր ուժեր հայտնվեն խորհրդարանում, բայց էությունը չի փոխվի, խորհրդարանը կմնա կրեմլահպատակ։ 5-րդ Շարասյան այդ քաղաքական դաշտը, Կրեմլի կողմից վերահսկվող քաղաքական դաշտը խայտաբղետ է եւ բազմաշերտ է, այնտեղ կան տարբեր ուժեր, գործիչներ, Ծառուկյանի ԲՀԿ-ից մինչև Դաշնակցությունը, Քոչարյանի ուժը եւ մյուսները նոր ձևավորվող ուժեր կան, Թաթոյան, Դավիթ Անանյան, Հայկ Մարության այդ ուժը եւ այլն, բայց կրկնում եմ, էությունը մնում է նույնը, պարզապես յուրաքանչյուրը իր ձևով է փորձում ծառայել Կրեմլի շահերին, իր ձևով է փորձում սպասարկել Կրեմլի շահերը ինչ-ինչ բոնուսների դիմաց։ Էությունը դրանից չի փոխվում, ինչպես ասում են, գումարելիների տեղերը փոխելուց վերջնական արդյունքը չի փոխվում։ Շատերը բերում են Մոլդովայի օրինակը, որ այ տեսեք Մոլդովայում այնուամենայնիվ հնարավոր եղավ կոտրել Կրեմլի այդ վերահսկողությունը եւ ձևավորել արևմտամետ խորհրդարան։ Կարծում եմ Մոլդովայի օրինակը մեզ համար ընդունելի չի, որովհետեւ Մոլդովան այնուամենայնիվ Մոլդովայի հասարակությունը գոնե կեսը, եթե ոչ ավելին, արևմտամետ է իր հայացքներով, Մոլդովան ունի Ռումինիայի նման եղբայրական երկիր, մի ժողովուրդ են փաստորեն, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, հարևան, Մոլդովան չունի Ադրբեջան հարևան, Թուրքիա հարևան, չունի պատերազմի վտանգ, որը շատ լավ շահարկում է Ռուսաստանը ամեն անգամ վախեցնելով մեզ հայերիս, իսկ հայերի մեջ շատերը ցավոք սրտի տեղի են տալիս Մոսկվայի շանտաժին, ասելով լավ թե վատ ռուսն է մեր անվտանգությունը ապահովում, լավ թե վատ ռուսը կարող է զսպել թուրքական գործոնը եւ այլն։ Նույնիսկ Արցախյան պատերազմի դավաճանությունից, Արցախի էթնիկ զտումից հետո էլի շատերը ասում են, այո, ռուսը թեկուզ եւ դավաճանեց մեզ, բայց այնուամենայնիվ ռուսն է մնում այն միայն երկիրը, որը կարող է տարածաշրջանում կայունություն ապահովել եւ այլն։ Եվ ցավոք սրտի մեր հասարակության մեծամասնությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել արևմուտքի գործոնը, ամեն անգամ երբ արևմուտքը իր օգնության ձեռքն է մեկնում, ինչպես օրինակ եղավ 18 թվականին, 2018 թվականին, երբ Ջոն Բոլթոնը այցելեց Հայաստան եւ առաջարկեց ամերիկյան զենք գնել, ինչպես եղավ օրինակ պատերազմի ժամանակ, երբ արևմուտքի կողմից բազմաթիվ օգնության զենքի խաղաղապահների առաջարկներ եղան, ինչպես եղավ հետպատերազմյան շրջանում եւ այլն, եւ մենք այսպիսի վիճակում ենք գտնվում եւ այնպես որ Մոլդովայի օրինակը տեղին չի, ես կբերեի մեկ այլ օրինակ, Վրաստանի օրինակը, որտեղ եւս կա մի մեծ հատված արևմտամետ հասարակության,
վրաց ժողովրդի մի մեծ հատված արևմտամետ կարծիքներով եւ գաղափարախոսությամբ, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ Կրեմլը կարողացավ Վրաստանում ապահովել վրացական երազանքի Իվանիշվիլու ղեկավարած ուժի հաղթանակը եւ մինչեւ հիմա խիստ վերահսկողության է տակ է պահում Վրաստանը, այնպես որ Մոլդովան ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Եվ դրա համար ես ամեն անգամ, երբ անդրադառնում եմ ռուս-ուկրաինական պատերազմին, Ուկրաինայի հերոսական դիմադրությանը, Արևմուտք Ռուսաստան դիմակայությանը, միշտ շեշտում եմ, որ ես դա անում եմ մեկ դրդապատճառից ելնելով, մեկ պատճառով, որ լավ հասկանում եմ մի պարզ ճշմարտություն, որ Հայաստանը այնուամենայնիվ զավթված եւ գաղութացված երկիր է եւ քանի դեռ կա Պուտինյան ռեժիմը Հայաստանում մենք միշտ ունենալու ենք ռսահապատակ, կրեմլահապատակ իշխանություն եւ կրեմլահապատակ այսպես կոչված ընդդիմություն, նկատի ունեմ խորհրդարանական ընդդիմություն։ Ինչ շատերը մեղադրում են, որ ես հոռետես եմ, որ ես պարտվողական դիրքորոշում է, հոռետեսական դիրքորոշում է, ամեն ինչ կապել Կրեմլի Պուտինյան ռեժիմի հետ եւ այլն, այստեղ ես կարծում եմ ոչ մի հոռետեսություն, ոչ մի պարտվողականություն չկա, իմ կարծիքը հենվում է սթափ գնահատականից եւ սթափ վերլուծությունից, որի հիմքում ընկած է մեկ պարզ ճշմարտություն, իրողություն, փաստ, որ Հայաստանը եղել է եւ շարունակում է ցավոք սրտի մնալ զավթված եւ գաղութացված երկիր։ Ես միշտ սիրում եմ այդ օրինակը բերել, նորածինի օրինակը, երբ որ նորածինը լույս աշխարհ է գալիս, նա դեռ չի շնչում եւ մինչեւ բժիշկը պորտալարի վրա այդ սեղմիչը չդնի, զաժիմը չդնի, նորածինը չի շնչի, որովհետեւ դրա կարիքը չունի, որովհետեւ պորտալարով մոր արյունով թթվածինը ստանում է եւ միայն զաժիմը դնելուց հետո, պորտալարը սխմելուց հետո նորածինը շունչ է քաշում, սկսում է շնչել, ապրել ինքնուրույն կյանքով եւ հենց նորածինի այդ ճիճը պայմանավորված է այն ցավով, որը նա զգում է, երբ որ առաջի շունչն է քաշում եւ թոքերը բացվում են։ Այնպես որ այս օրինակը բերելով ես ուզում եմ ասել, մինչև այդ պորտալարը չկտրվի, մեզ Ռուսաստանի հետ կապող այդ պորտալարը չկտրվի, այդ վերահսկողությունից մենք չազատվենք, մենք չենք կարողանա ձևավորել ազգային իշխանություն, չենք ունենա ազգային քաղաքական դաշտ, չենք մաքրի մեր քաղաքական դաշտը օտարին ծառայող քաղաքական ուժերից։ Սա պարզ սթափ կարծիք է, վերլուծություն է, այստեղ որևէ էմոցիա չկա, ես շատ հանգիստ տոնով սա ասում եմ, համոզված եմ իմ այս կարծիքի մեջ եւ դրա համար ես ուշով կրկնում եմ, հետևում եմ ռուս-ուկրաինական պատերազմին եւ Կրեմլի ներսում տեղի ունեցող զարգացումներին, հույս ունենալով, որ այս անգամ բախտը մեզ կժպտա եւ ի տարբերություն 21 թվականի, մինչեւ 26 թվականի ընտրությունները Պուտինի ռեժիմը կտապալվի։ Դրանից հետո արդեն մենք իրական հույս կունենանք, որ կկարողանանք մեր քայլերով եւ արևմուտքի աջակցությամբ ճնշում գործադրել իշխանությունների վրա, ստիպելով նրանց քայլեր ձեռնարկել քաղաքական դաշտը մաքրելու եւ ընտրությունների թափանցիկությունը եւ արդարությունը ապահովելու համար։ Այո, ես հույս ունեմ, որ այդ բաղձալի պահը ավելի շուտ տեղի կունենա, քան այն ընտրությունները, որ մեզ սպասում են 26 թվականի հունիսին եւ դրանից հետո հայ ժողովուրդը կկարողանա տեր կանգնել սեփական երկրին, սեփական ապագային եւ ճակատագրին։ Եվ ես կասկած չունեմ, որ այդ ժամանակ արևմուտքի օգնությունը անպայման կլինի, որովհետեւ այո, արևմուտքը հիմա ընդունում է Նիկոլ Փաշինյանին, հանդուրժում է Նիկոլ Փաշինյանին, բայց դա անում է մեկ սթափ, այսպես նկատառումներով եւ հաշվարկներով արևմուտքի համար Նիկոլ Փաշինյանի ուժը նախ չարյաց փոքրագույնն է, համեմատած մյուս ակնհայտ ռսամետ ուժերի համեմատ եւ արևմուտքը նախընտրում է Նիկոլ Փաշինյանին, օրինակ Ռոբերտ Քոչարյանից կամ մյուսներից, սա մեկ եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում գործադրելով արևմուտքը կարողանում է չեզոքացնել եւ կամաց հեռացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանից եւ տարածաշրջանից։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի արևմուտքի աչքի լույսը չէ, երևաց հենց օրինակ երեկ Շարմ էլ-Շեյխում, երբ Թրամփը լավ հիշում էր Ալիևին, շուռ եկավ Ալիևին դիմեց անունով եւ այլն, գովեց նրան եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանին չէր հիշում եւ կարծեմ Փաշինյանը հենց ինքը մոտեցավ եւ ասեց ես Հայաստանի վարչապետն եմ։ Դոնալդ Թրամփի համար Նիկոլ Փաշինյանը մեկ այլ տղա է, նույնիսկ Ալիևին, երբ որ նա դիմեց, Թրամփը երբ որ դիմեց, ասեց ուր է քո where is your compatriot, ուր է քո պարտնյորը, բայց compatriot նշանակում է հայրենակից, բառացի եթե թարգմանենք, այսինքն անունը չէր հիշում, ասում էր ուր է այն մյուս տղան, որ քո հետ է Վաշինգտոնում ստորագրել են փաստաթուղթը, որի վկան եմ ես եղել եւ այլն, այսինքն գիտեք, այս նյուանսներից, այս դետալներից ամեն ինչ շատ լավ երևում է եւ պետք չի հուսահատվել։ Ես վստահ եմ, որ Պուտինյան ռեժիմի տապալումից հետո Արևմուտքի հաշվարկները եւ պլանները թե Հայաստանի վերաբերյալ, թե Մոլդովայի, թե Բելարուսի, թե Վրաստանի վերաբերյալ կփոխվեն եւ մեզ կմնա միայն մեր քայլերով ցույց տալ, որ մենք այն ժողովուրդն ենք, որը ուզում է ազատ լինել, ուզում է թոթափել ռուս-թուրքական ակցիաների այդ լուծը եւ կանգնել քաղաքակիրթ աշխարհի երկրների շարքում։ Էնպես որ աղոթեք, որ Պուտինի ռեժիմը տապալվի մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։ Այսօր այսքանը, շնորհակալություն, լավ եղեք, ցտեսություն։